Մինչև Արևմուտքը խոսում է Մոսկվայի մեկուսացման մասին, Կրեմլում այս օրերին բարձր մակարդակի ընդունելություններ են։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը Ռուսաստանի ամենասերտ ռազմավարական գործընկերը Մոսկվայում է, եւ նա միայնակ չէ։ Տասնյակ պետությունների ղեկավարները ժամանել են մասնակցելու հաղթանակի 80-րդ հոբելյանի նվիրված մայիսյան շքերթին, որը Կրեմլը վերածում է քաղաքական մեսիջի, աշխարհին ցույց տալու, որ բոլորովին իզոլացված չէ։ Մոսկվան ստգան փոխել է։ Այն փաստը, որ Արևմուտքը պատժամիջոցները կիրառում Ռուսաստանի դեմ, դա չի նշանակում, որ Ռուսաստանը ամբողջ աշխարհից իզոլացվել է, եւ հետաքրքիր է, որ Արևմուտքը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ, որը տեղահանեց Հայերին Ղարաբաղի, չի կիրառում Թուրքիայի դեմ, որը գրավեց մի ամբողջ Սիրիան, մի ամբողջ երկիր եւ տերորիստին Արևմուտքի օգնությամբ բերեցին իշխանության, չի կիրառում սանկցիաներ Իսրայելի դեմ, որը բաց ցեղասպանություն է անցկացնում, 60,000 մարդ արդեն սպանել է, երեխա եւ կին մեծ մասը, մայրեր մեծ մասը։ Այդ երեք դեպքում ոչ մի սանկցիաների մասին խոսք չի գնում, բայց երբ որ Արևմուտքին հարմար է, Ռուսաստանի դեմ սանկցիաներ կիրառում են։ Վլադիմիր Պուտինը մայիսի 7-ից 10-ը ավելի քան 15 երկկողմ հանդիպում կունենա, այդ թվում Բրազիլիայի, Եգիպտոսի, Սերբիայի, Չինաստանի, Կուբայի, Մոնղոլիայի եւ այլ երկրների ղեկավարների հետ։ Շքերթին կմասնակցի 13 երկրի զինվորական ստորաբաժանում, այդ թվում Ադրբեջանից, Չինաստանից, Վիետնամից, Բելարուսից, Եգիպտոսից, Մոնղոլիայից, Տաջիկստանից։ Հայ զինվորականները մայիսի 9-ին Մոսկվայում Կարմիր հրապարակում կայանալիք ռազմական շքերթին չեն մասնակցի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցելելու որոշումը կայացվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքում, բայց հանրությունը դրա մասին իմացավ միայն մայիսի 7-ի օրվա երկրորդ կեսին։ Այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր, տարբեր հարցեր եւ նման առիթները բաց թողելը այնքան էլ ճիշտ չի լինի եւ առավել եւս ես չեմ կարծում, թե այդ քննադատությունները տեղին են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ միայն հաստատել էր իր այցը, այլև շքերթին մասնակցելու համար Մոսկվա է ուղարկել 80 ադրբեջանցի զինծառայող։ Նրանք նախապես էին ժամանել մասնակցելու փորձերին։ Նրանք պահում են իրենց որպես ուժեղ պետություն, գիտեն, որ Եվրոպայի, Արևմուտքի եւ Ամերիկայի հասկացողությունը միջազգային նորմերի բարոյականության մասին շատ հեշտ փոխվում է, երբ որ նավթի եւ գազի մասին է խոսքը գնում, հենց որ նրանք շատ հանգիստ գնում են Մոսկվա, իրանց դիվանագիտությունը առաջ են տանում։ Իսկ մեր մոտ դա չի ստացվում։ Մենք չենք կարող կողմնորոշվել, որոշել ինչ արտաքին քաղաքականություն ենք ունենալու, ոչ Արևմուտքից, ոչ Ռուսաստանից ոչ մի բան չենք ստանում։ Հյուրընկալության առանցքային դեմքը Չինաստանի ղեկավարն է եւ հանրության ուշադրությունը հատկապես սևեռվել է այդ երկրի ղեկավարի ներկայության վրա։ Պեկինը շարունակում է մնալ Ռուսաստանի թիվ 1 առևտրային գործընկերը, իսկ Ռուսաստանը 5-րդը Չինաստանի համար։ 2024-ին առևտուրը կազմել է $245 միլիարդ։ Չի զարմացնում, որ նրանք հրավիրեցին Չինաստանի ղեկավարին մասնակցել այդ շքերթին։ Եվ Չինաստանը եւ Ռուսաստանը խնդիրներ ունեն Արևմուտքի հետ, Միացյալ Նահանգների հետ։ Եվ ցավոք սրտի այդ անմիտ քաղաքականությունը արտաքին Միացյալ Նահանգների Ռուսաստանը եւ Չինաստանը հրում է դեպի իրար ուղղությամբ, այսինքն Ամերիկան իր արտաքին քաղաքականությունով միավորում է Ռուսաստանին եւ Չինաստանին, դարձնում է դաշնակիցներ։ Մայիսի 8-ին Սի Ցզինփինի պետական այցի ընթացքում Պուտինն ու Սին կստորագրեն համատեղ հայտարարություններ ռազմավարական գործընկերության խորացման, գլոբալ կայունության ապահովման ուղղությամբ։ Նախատեսված է նաև թեյի շուրջ փակ հանդիպում, որտեղ կքննարկվեն հույժ գաղտնի հարցեր, ներառյալ ուկրաինական եւ ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։